Պարոն Մելքոնյան, ձեզ թեևս թույլ չտվեցին ներս մտնելու, կասեք ինչ պատճառաբանությամբ։ Պատճառաբանություն ես խնդրեցի, նախ ներկայացա ով եմ խնդրեցի, որպես քննչական խմբի ղեկավարին տեղյակ պահեմ, որ ցանկություն կա անպայման ներս մտնելու առաջնորդարան եւ ծանոթանալու իրավիճակի հետ։ Քննչական խմբի ղեկավարի հետ ճշտելուց ոստիկանները տեղյակ պահեին, որ ներս չեն թողնում, առանց որևէ լուրջ պատճառաբանության, նույնը չթողեցին փաստաբանին, հոգևորականներին նույնիսկ ներս չեն թողնում, որպեսզի տեսնեն ինչ է կատարվում առաջնորդարանում։ Սա ամեն ինչը աբորինի է, որտեվ տեսանք, Բագրատ Սրբազանի բերման ենթարկելը, ձերբակալելը, կալանքի վերցնելը, մնացած Սրբազան շարժման առաջնորդների, ակտիվ մասնակիցների, նույնն էլ արդեն Շիրակի թեմի առաջնորդի հետ են փորձում իրականացնել, որտեղ միշտ բաց արտահայտվել է իր կարծիքը ասել է իշխանությունների դավաճանությունների եւ ճշտամական վերաբերմունքի մասին եւ հիմա փորձում են նաեւ Միքայել Սրբազանին լրացնել։ Նաև արդեն բերման ենթարկված անձ կա։ Բերման ենթարկեցին պարզ է, ոստիկանները փորձում են տարածքը ազատել, որպեսզի, չգիտեմ ինչ է, խոչընդոտում են հավաքվածները, ընդհանրապես ոչ մի ագրեսիվ տրամադրվածություն չկա, չեն խոչընդոտում որևէ քննչական գործողություն եւ այս պահին փորձել ժողովրդին հեռացնել առաջնորդանից տրամաբանություն չեմ հասկանում։ Չեմ կարող ասել, ըստ երևույթին երկար կտևի էլի։ Կինոն ինչքան է, արդեն մեր ուժ ժամ արդեն տևում է սա գործողությունը, ինչքան կտևի չեմ կարող ասել, բայց ամենայն դեպս արդեն տեսնում եք ժողովուրդը կամաց հավաքում է իր աջակցություն Սրբազանի, կոչ են կարել, որպեսզի հավաքվեն, պաշտպանենք մեր սրբությունները եւ մեր զորակցությունը հայտնենք նաեւ հայ առաքելական եկեղեցու բոլոր սպասավորներին։ Ոչ մի հետ